Բարև ձեզ, ես Արամն եմ, գտնվում ենք Ազատազենի Երևանի քաղաքացիական հրաձգարանում։ Թվանքի հերթական եթերն է, այսօր մեզ Ազատազենի ռազմախանութը տրամադրել է բավականին հետաքրքիր զենք այսօրվա հաղորդման համար։ Զենքը կոչվում է Rossi Rio Bravo, այս զենքից կարող եք ձեռք բերել եւ Ազատազենի ռազմախանութից եւ GNAM խանութից։ Ինքը բավականին հարմար գին ունի։ Այս զենքը նախատեսված չէ ճշգրիտ հրաձգության կամ ինչ-որ օպերատիվ աշխատանքի համար, այն ավելի շատ նախատեսված է հին դասական զենքերի սիրահարների համար։ Ուրեմն Rossi ընկերությունը բավականին հին ընկերություն է, գործում է Բրազիլիայում, մասնագիտացված սկսված 1889 թվականից եղել է հիմնականում ռևոլվերներ եւ ատրճանակներ արտադրելու վրա։ 1997 թվականին Taurus ընկերությունը, որ շատ ավելի մեծ ընկերություն է ու աշխարհահռչակ, գնել է Rossi ընկերությունը, բայց անունը պահպանվել է եւ Rossi ընկերությունը շարունակել է արտադրել արդեն թե հին դասական զենքեր, թե արդեն ավելի ժամանակակից զենքեր, այդ թվում նաեւ AR պլատֆորմի, որոնք ներկայումս բավականին մեծ տարածում ունեն տարբեր երկրներում, որոշ երկրներում օգտագործվում են նույնիսկ ուժային կառույցների կողմից։ Կոնկրետ այս մոդելը կոչվում է Rossi Rio Bravo, ինքը անգլերեն ասած lever action տեսակի զենք է, lever այսինքն լծակով լիցքավորվող։ Այս զենքը լիցքավորելու համար զենքի ներքևի մասում գտնվող լծակը պետք է առաջ տանել, փակաղակը հետ է գալիս, ինչպես տեսնում ենք, այնուհետև լծակը վերադարձնում ենք իր տեղը եւ զենքը արդեն գտնվում է լիցքավորված վիճակում։ Զենքը կարելի է լիցքաթափել ուղղակի մուրճիկը պահելով, ձգանը սեղմած եւ մուրճիկը վերադարձնել իր տեղը։ Սրանով դատարկ կրակոցներ չենք անի, որովհետեւ 22 LR տրամաչափի զենք է։ Միջազգային տերմինով եթե ասենք, ինքը rimfire տեսակի հրացան է, իսկ rimfire տեսակի հրացանները խորհուրդ չի տրվում դատարկ կրակոցներ անել, այդ իսկ պատճառով ուղղակի լիցքաթափելու ժամանակ խորհուրդ է տրվում առանց կրակոցի լիցքաթափել։ Այս զենքը ունի մի քանի տարբերակ, մեր ձեռքում գտնվող տարբերակը կոչվում է էլի անգլերեն ասենք laminated, այս իր գույների համար, կա սրա ոսկեգույն տարբերակը մի քանի գույների այս փայտային մասերով, ինչպես նաև կա պլաստիկից տարբերակը ու կա տակտիկական տարբերակը, որի վրա մի քանի պիկատինի ամրակներ կան, ինչ որ օպտիկական նշանոցներ, լապտերներ կամ այլ բաներ տեղադրելու համար, այս կարանք համարենք ավելի պարզ տարբերակը։ Փողի երկարությունը 15 դյույմ է։ Այս զենքի պահեստատուփն է բավականին հետաքրքիր, խողովակաձև պահեստատուփ է, դուրս է գալիս տակից։ Պահեստատուփի ներքևի մասում տեղ ունի, որտեղից կարող ենք փամփուշտները դնել ուղղակի այս խողովակով բրդել տեղը, պտտել եւ փամփուշտները արդեն մնում են պահեստատուփի մեջ, ու կա երկրորդ տարբերակը, որ ուղղակի փամփուշտները մատով պահելով տեղավորում ենք այս խողովակի մեջ, պահում ենք, զսպանակը բաց ենք թողում, փամփուշտները գնում են իրանց տեղը, հետո ուղղակի այս խողովակը ֆիքսում ենք իր տեղը։ Քանի որ ինքը փոքր տրամաչափ է 22 LR, տեսականորեն հետ հարված չունի, ձգանը բավականին հարմար է կրակել սովորելու համար, ոչ շատ ծանր, ոչ շատ թեթև։ Զենքի պահեստատուփը տանում է 15 փամփուշտ ու ունենք այս զենքի վրա ձգանի վերևում տեղադրված ապահովիչ, որը փակում է եւ լծակի աշխատանքը եւ ձգանը։ Եթե ապահովիչի վրա դրված վիճակում փորձենք լիցքավորել, լծակը մինչև վերջ առաջ չի գնա, փակելուց հետո էլ ձգանը չի ակտիվանում։ Ինչպես նաև ապահովիչի վրա կա
կրակելու ռեժիմի ինդիկատոր, այսինքն եթե սեղմած վիճակում տեսնում ենք այս կարմիր նախշը, նշանակում է զենքը գտնվում է կրակող վիճակում։ Բավականին թեթև է, կարծում եմ մարզվելու համար նաև շատ հարմար տարբերակ կլինի, որովհետև ինչպես ասեցի, հետհարվածի բացակայությունը, ինչպես նաև զենքի քաշը հնարավորություն կտան թեկուզ կանգնած դիրքից մի քիչ երկար ժամանակով տենց մի քանի կրակոց անել, աշխատել զենքի հետ, ճիշտ բռնվածք հասկանալ եւ այլն։ Բայց ամեն դեպքում այս զենքը ավելի շատ կհետաքրքրի են մարդկանց, ովքեր դասական զենքերի սիրահար են։ Զենքը իր տեսակով հիմնականում ամերիկյան Henry կամպանիայի տարբերակներ է, բայց այս էլ նույն կառուցվածքով զենք է, հայտնի է կովբոյների մասին ֆիլմերից։ Ես անձամբ մարդկանց եմ ճանաչում, ովքեր ունեն այս զենքից, շատ են սիրում իրենց զենքերը ու նաև այս տեսակի զենքեր հնարավորության դեպքում աշխատում են ձեռք բերել։ Հիմա կարծում եմ ինքը գործարանային վիճակում արդեն ճշտադրված կլինի։ Կարող ենք ուղղակի գնալ 22 LR զինատեսակների տեղամաս հրաձգարանի ու փորձենք այս զենքով մի քիչ կրակենք, հասկանանք ինչ է իրանից ներկայացնում։ Եթե անկեղծ, ես սենց զենքով շատ չեմ կրակել, կլինի նաև առաջին փորձս։ Եկել ենք 22 LR-ի տեղամաս, զենքը լիցքավորված է։ Առաջին կրակոցը անենք։ Փաստորեն ճիշտ է կրակում։ Կրակես ընկեր Անդրյան։ Կրակի հետո։ Հələ փորձենք ավելի փոքր թիրախների վրա։ Այս զենքը չենք գտնում։ Նախատեսված է հիմնականում 25-ից 50 մետրի վրա կրակելու համար։ Մի քիչ 80 մետրի վրա փորձեցի չկպա, բայց հեսա մի հատ է կփորձենք։ Բայց կարծում եմ փոքր հեռավորությունների համար շատ հարմար է, հատկապես թեթևությունն է, որ ժամերով կարած ձեռդ պահես կրակես։ Ընդհանրապես չես զգում, որ զենքա ձեռինը, դու կրակելուց անդադ ուզում ես էլի կրակես։ Այս զենքի մասին այսքան է, ոնց ասեցի, բավականին հարմար զենք է, կրակելուց ընդհանրապես չես ծանրաբեռնվում։ Խորհուրդ կտամ գաք հրաձգարան, մարզվեք, որովհետև եթե մնացած ամեն ինչը մի կողմ դնենք, շատ օգտակար վարպետություն է, հմտություն է։ Ինչպես նաև կարող եք հետևել մեր YouTube-ին եւ մեր Patreon-ին, դրանով կառույցի աշխատանքին կաջակցեք, ինչպես նաև այս հաղորդման հետագա թողարկումների համար օգտակար կլինի։ Գնացինք։